Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք Ամասիայի առողջության կենտրոնի տնօրեն Աքսանա Պողոսյանին։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ։ Ուրախ ենք կրկին ձեզ մեզ մոտ տեսնելու։ Ես շնորհակալ եմ կրկին հրավերքի համար։ Կուզենայի հասկանալ, թե արդեն տարին ամփոփելուն մնացել է կարճ ժամանակ եւ ինչպես կգնահատեք 2025 թվականը։ 2025 թվականը կգնահատեմ բավականին ձեռքբերումների նույնպես տարի աշխատել ենք 25 թվականին նույն ջանքերով, նույն ուղղվածությամբ, ինչպես 24 թվականին ծառայությունը մատուցել ենք նույն ձև, աշխատել ենք ակտիվ, անձնակազմը նույնպես աշխատել է ակտիվ, ծառայությունները մատուցել ենք արտահիվանդանոցային ծառայություններ, կատարել ենք նույնպես ընտանեկան բժիշկների կողմից ուղղորդված ծառայությունները, ունենք բավականին հետազոտություններ, լաբորատոր հետազոտություններ, ռենտգեն հետազոտություններ, սոնոգրաֆիկ հետազոտություններ, ունենք պատվաստումներ բավականին ակտիվ կատարվում է մեզ մոտ պատվաստումները ըստ տարիքային խմբի եւ կատարվում է նաեւ գրիպի պատվաստումներ, կատարվում է ըստ տարիքային երեխաների պատվաստումները Ամեն դեպքում կգնահատեմ 25 թվականը բավականին նորից ձեռքբերումների տարի, բավականին ակտիվ աշխատել ենք, ես գոհ եմ, շնորհակալ եմ նույնպես իմ անձնակազմը ակտիվ աշխատել է, արդյունավետ աշխատանք կգնահատեմ։ Այնուամենայնիվ կա մի ձեռքբերում, որը հենց այս տարվան էր բնորոշ։ Ունեցել ենք ձեռքբերում ցենտրիֆուգ լաբորատորիայի համար ձեռքբերում է եղել, դիմել ենք մեզ բարեգործական հիմունքներով տրամադրել են ցենտրիֆուգը, նվիրատվություն են արել Ամասիայի առողջության կենտրոնին, որպեսզի լաբորատորիայում ավելի բարձրորակ հետազոտությունները կատարվի։ Ցենտրիֆուգը կատարում է հետազոտությունների հետ կապված, մեզի կատարվում է արյան սիճուկի անջատում, նույնպես մեզի հետ կապված, որպեսզի միկրոսկոպիկ հետազոտության ենթարկվի, այնուհետ երբ որ բիոքիմիական եւ կլինիկական բիոքիմիական արյան սիճուկի անջատումն է տեղի ունենում, որպեսզի հետազոտվի արյունը, ու մենք ստանանք ավելի բարձր որակի հետազոտություններ։ Ճիշտ է, փոջոր է ձեռքբերումը, բայց ունեցել ենք էլի այդ ձեռքբերումն, ավել ձեռքբերում չունենք։ Ես կուզեի նշեի մի հանգամանք, մենք գրավոր ձևով դիմել ենք մարզպետին ռենտգեն սարքի հետ կապված։ Մարզպետը մեզ արձագանքել է, բայց 26 թվականին տեսնենք, եթե հնարավորություն կունենանք ռենտգենի ձեռքբերում լինի մեր առողջության կենտրոնի հետ կապված, կունենանք ավելի արդյունավետ հետազոտություններ, բարձր հետազոտություն եւ բժշկի համար դա շատ կարեւոր է, որպեսզի ճիշտ կողմնորոշվի եւ բուժումը ճիշտ նշանակումներ կատարվի, ինչքան բարձրորակ հետազոտություն, այնքան ավելի ճիշտ բուժումներ։ Ձեր խոսքից սկզբում նշեցիք, այդպես թվարկեցիք, գործառույթները, բայց կուզենամ ավելի խորքային կերպով ձեր գործառույթների մասին խոսեք, մատուցած ծառայությունների, որոնք են ավելի շատ կարևորվում ձեր կողմից։ Ավելի շատ բուժառուն, երբ որ հաճախում է առողջության կենտրոն, արդեն ընտանեկան բժիշկը լսում է իր գանգատները, լսում է բուժառուին եւ բուժառուի հետ կապված նայած ինչ գանգատներով է մոտենում առողջության կենտրոն, այդ հետազոտությունները ըստ այդմ կատարվում է, իսկ եթե չունենք այդպիսի հետազոտություններ, արդեն մի հիմնարկային պայմանագրերով մենք ունենք պայմանագրեր, ուղեգրում ենք տվյալ մեր բուժառուին այլ հիմնարկներ, կատարվում է հավելյալ հետազոտությունները։ Բայց ըստ այդմ կախված է իհարկե թե բուժառուի խնդիրներից եւ թե ինչ խնդիրով է մեզ մոտեցել, իր մոտ ինչ հիվանդություն կա, ինչ բողոքներ կա, ըստ այդմ արդեն ընտանեկան բժիշկը կատարում է իր հետազոտությունները։ Եվ հիմնականում ինչ խնդիրներով են մոտենում։
Խնդիրները հիմնականում ասեմ սեզոնային բնույթ է կրում, օրինակ այս ընթացքում ավելի շատ սուրշնչառական վարակների հետ է մոտեցումը բնակիչների, ջերմում են, ավելի թոքաբորբեր, ավելի շատ սուրշնչառական կաթիլային այս վարակն է, գրիպ են լինում, հա մեծ հորդորանքս մեր բնակիչներին, որպես համաճարակաբան ես ուղղորդում եմ գրիպի պատվաստման հետ կապված մոտեցեք բոլորը ձեր պոլիկլինիկաներին, առողջության կենտրոններին, ակտիվ ձևով պատվաստվեք գրիպի պատվաստման նյութը, որովհետև դա ձեզ կօգնի եւ դուք չեք հիվանդանա ու այսպեսի կուտակումներ չի լինի, թե պոլիկլինիկաներում, թե առողջության կենտրոններում, հիմնական է սեզոնային բնույթի խնդիրը հենց գրիպն է, ավելի գրիպի հետևանքով առաջանում է ջերմություն, թուլություն մարմնի Դրա կանխելու համար պետք է հետևողական լինեն պատվաստումների հետ կապված։ Այս ընթացքը ավելի սուր շրջանն է, նաև այս ընթացքը ունի սեզոնային բնույթ, որը պետք է մոտենալ եւ պատվաստվել։ Լինում է, որ բարդացված դեպքերով են արդեն գալիս։ Միջև այս ընթացքը այդպիսի բարդացված դեպքեր դեռ չենք ունեցել, չի գրանցվել մեզ մոտ, բայց կարծում եմ, որ ստացիոնար հիվանդանոցներում կլինեն էլի բարդացած, որոնք արդեն չեն դիմել առողջության կենտրոն կամ պոլիկլինիկաներ չեն դիմել, միանշանակ արդեն բարդացած դեպքերով մոտենում են ստացիոնար հիվանդանոցներում եւ հոսպիտալացվում են։ Իսկ ինքնաբուժության դեպքերը շատ են լինում։ Դե հենց դա կախված է ինքնաբուժության հետևանքով եւ երբ որ տանը մնում են, իրենց տեղեր են նշանակում, մոտենում են տեղատներից, գնումներ են կատարում, անտիբիոտիկաբուժություն են անում, իրանց տեղեր են նշանակում, դրա հետևանքով արդեն խորանում է, բարդանում է, արդեն մի անգամից ոչ թե արդեն պոլիկլինիկաներ, այլ ստացիոնար հիվանդանոց։ Այսինքն հակաբիոտիկների օգտագործումը այս դեպքում ճիշտ չէ։ Միայն բժիշկի ցուցումով, երբ որ բժիշկը կկատարի կոնսուլտացիա, երբ որ բժիշկը կկատարի հետազոտություններ եւ արդեն կգտնի, որ նշանակելու է, կնշանակի, երբ որ չէ, արդեն ըստ այդմ իր հայացողության տակ, թե ինչ բուժում կնախընտրի տվյալ պացիենտին։ Դուք նշեցիք պատվաստման դերը, հա, որպեսզի ավելի շատ կանխարգելվի։ Հիմնականում պատվաստումները ոչ միայն այս գրիպի դեմ եւ այլ ընդհանուր առմամբ պատվաստումներին ինչպես եք վերաբերում եւ ինչպես է վերաբերվում պատվաստումներին բուժառուն։ Ոյ, շատ հետաքրքիր հարց է։ Բուժառուների հետ կան մի զանգված, որ դժվար է։ Պետք է համոզել, պետք է իրեն ավելի այնքան մաչելի բացատրել, որ իրանք ընկալեն, հասկանան, որ պատվաստումը նաև բարձրացնում է կյանքի որակը, գոյություն ունի ըստ տարիքային պատվաստումներ, օրինակ պապիլոմա պատվաստումների համար մենք բավականին դաժե բնակիչների հետ աշխատում ենք, զրուցում ենք, մեր բժիշկները նաև սեմինարի պես կազմակերպում են, ծնողներին հրավիրում են, բավականին սենց մանրակրկիտ սլայդներով բացատրում են դրա կարևորությունը պապիլոմա պատվաստումների հետ կապված, նաև լինում են իհարկե հրաժարվողներ են լինում, ինչքան փորձում ենք բացատրել մաչելի ձևով, հասկանալի ձևով, դե բնակիչներն ամեն մեկը իր գիտակցական մակարդակով է հասկանում, ինչքան էլ ուզում ես բացատրի, իրանք հասկանում են այնպես, ինչպես որ հասկանում են, կարող։ Իսկ լինում է, որ ասենք երեխաներին չեն բերում պատվաստման, ի վերջո գոյություն ունի օրացուցային չէ պատվաստումներ։ Այո, օրացուցային մեր ընտանեկան բժիշկը եւ բուժքույրը օրացուցային զանգահար, եթե չեն ներկայանում, ըստ մայրիկը չի բերում իր երեխային կամ ինչ-որ մոռացության կամ անտարբերության, բայց չեմ տեսել այդպիսի դեպք, բավականին մայրիկները պարտաճանան չեն այդ հարցում, մոտենում են, բերում են, հետաքրքրվում են, սենց ավելի ակտիվ էլ ցուցաբերում իրենց երեխաների առողջությունի Չէ, այդպիսի դեպքի ներկա չեմ գտնվել, դեռ չեմ էլ այդպիսի ինֆորմացիա ստացել թեկուզ բուժանձնակազմից, որ գիտեք, մենք սենց խնդիր ունենք, բարձրացնենք, չէ, իսկ եթե լինում են դեպքեր, որ մայրիկները
չեն անում, չեն ժամանակը ճիշտ գնահատում, ժամկետում չեն մոտեցնում մեր առողջության կենտրոնին, արդեն ընտանեկան բժիշկը եւ բուժքույրը միջամտում են, զանգահարում են, տեղեկացնում են, նաեւ ունենք շատ պարտաճանաչ պատվաստման սենյակի բուժքույր, պատասխանատու, որ իր գործը շատ պրոֆեսիոնալ է կատարում, ես կասեմ, որ ինքը բավականին բարձր տոկոսներ է իր պատվաստումը մարզում կազմում, իր պարտաճանաչ աշխատանքի շնորհիվ։ Դա ողջունելի է իհարկե, հարցս կոնկրետ ուղղված էր հենց այն նպատակին, թե արդյոք գյուղական բնակավայրերում պատվաստման դերը ինչպիսին է, բարձր է, ցածր է։ Օրինակ Ամասիայի տարածաշրջանում բարձր է։ Ըստ տոկոսային ցուցանիշներով մենք բարձր ենք։ Դե դա գալիս է վիզուալ, կրկնեմ եւս մեկ անգամ, եւ պատվաստման պատասխանատու բուժքույրի աշխատանքից ճիշտ բացատրելուց եւ մեր ընտանեկան բժիշկների ճիշտ աշխատանքից ժամանակին տեղեկացնելու աշխատանքին, նույնպես ընտանեկան բուժքույրերն են շատ հետամուտ այդ աշխատանքում, եթե ել եմ կրկնում չեմ մոտեցնում մեր կենտրոնին, ապա զանգահարում են, տեղեկացնում են, որ պետք է մոտենաք, ժամանակն է, ձեր երեխային պետք է պատվաստենք, եթե պատվաստումն էլ մոտեցնում են ուշանում է այլ պատճառներով, այսինքն միայն բժշկի ցուցումով է լինում, երբ որ բժիշկը երեխային հետազոտում է, ջերմություն չափում են եւ թոքերը լսում են ըստ հերթականությամբ էլի իհարկե եթե բժիշկը գտնում է որ երեխան ոչ լիարժեք առողջ է մոտը խնդիրներ կա փորձում է մի շաբաթ կամ ըստ արդեն իր գործառույթներն է էլի իր ընթացիկ վարումը արդեն ինքն է որոշում երբ որ երեխան առողջանում է ինքը նորից բժիշկը զանգահարում է հետամուտ է լինում միջև ըստ օրացուցային պատվաստումները տեղի ունենան Ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում բուժարու բժիշկ կապը։ Ստացված է։ Մեր մոտ պատկերացրեք մեր Ամասիայի բնակիչները շատ լավն են։ Շատ բացատրում ես հասկանում են դժվար չէ բայց միշտ էլ եղել է տարբեր տարածաշրջանի բնակիչների մոտ եղել են որ դժվարությունը նենցա որ դա բոլորի մոտ կա այդ խնդիրը մենակ մեզնով չէ բայց ես մեր բնակիչներից չեմ բողոքում որովհետև բավականին պարտաճանաչ բնակիչներ են բացատրում ես adekvat հասկանում են մոտեցումը ճիշտ է չգիտեմ լավ մոտեցում ունեն մեր առողջության կենտրոնին բացասական խնդիրներով պատկերացրեք չեն մոտենում ես ամիսներով աշխատում եմ եւ տեսնում եմ ամենօրյա իմ 5-օրյա աշխատանքս կատարում եմ բողոքներ պատկերացրեք այդպես չունենք մենք Գյուղական բնակավայրերում երբեմն գյուղատնտեսական աշխատանքներով են տարվում, չէ՞։ Բնակիչները եւ այո, մոռանում են, այսպես ասած, մի կողմ են դնում իրենց առողջական բոլոր խնդիրները, կարևորելով ավելի շատ գյուղատնտեսական աշխատանքները։ Եվ այս դեպքում կապը կտրվում է մի տեսակ։ Այս դեպքում լինում են այցեր գյուղական բնակավայրեր ձեր կողմից։ Ոյ, սիրում եմ այս հարցը, երբ որ տալիս եք։ Ես կասեմ, որ այո, իհարկե, մենք ես եւս անցյալ հաղորդման ժամանակ ասեցի, որ մենք ունենում ենք մեր խումբը ունենք կազմած, մեր ընտանեկան բժիշկ, մեր սոնոգրաֆիստը, մեր բժշկուհին եւ ընտանեկան բուժքույրը գնում ենք գյուղական համայնքներ, ունենք նաև ամեն գյուղում բուժ ամբուլատորիաներ, կետեր, որոնք ամեն մի ամբուլատորիայում սպասարկում է մեկ բուժքույր, որը մենք տեղեկանում ենք, ել եմ ասում, այդ գյուղի բոլոր շահառուների խնդիրներով ես խնդրում եմ բոլոր բուժքույրերին բարձրացնել այն խնդիրները, որոնք մոտենում են մեր բուժկետերին եւ բարձրացնում են եւ ունենք այնտեղ դիսպանսեր հիվանդներ գրանցված, որոնք էլի դժվարանում են մոտենալ առողջության կենտրոնը, մենք հորդորում ենք եւ տեղեկացնում ենք, որ մեր բուժքույրը հավաքագրի խնդիրներով մարդկանց
որ բողոքներ ունի, մենք օր ենք նշանակում, շաբաթական 1 այց ենք անում գյուղերում եւ կատարում է թե սոնոգրաֆիկ հետազոտություն, կատարում է լաբորատոր հետազոտություն, սկրինինգային առաջնակի շաքարային դիաբետի հայտնաբերում, կատարվում է պապ-քսուկի հետազոտություն։ Մի խոսքով գալիս են սիրով բուժարները։ Հա, շատ պարտաճանաչ ներկայանում են եւս էլի ծեծված մի հարց, որը տրանսպորտի խնդիրն է, շահարկում են, նորից ասում են բժշկուհի ջան, մենք կմոտենանք մեծ սիրով, մենք ձեր հիմնարկի սպասարկումից գոհ ենք, այնպես չի, որ մենք դժգոհում ենք կամ գնում ենք այլ պոլիկլինիկաներ, դժգոհության հետևանք է, ոչ, մենք շատ շնորհակալ ենք, բարձր մակարդակով ընդունում են, նորմալ վերաբերմունք են ցուցաբերում մեր հանդեպ, օակի տրանսպորտային խնդիրն է, որ մենք չենք կարողանում մոտենալ։ Ըստ այդմ, էլի տրանսպորտը մնում է լուրջ խնդիրների ցանկում։ Եթե դա 26 թվին ինչ որ չափով լուծելի լինի, շատ լավ կլինի, նաև մեր առողջության կենտրոնի համար մեր բնակիչները ետ կվերադառնան, կմոտենանք, սպասարկվեն մեր առողջության կենտրոնում, ոչ թե ավելի կան տրանսպորտ, որը քաղաքին հարակից տրամադրված է գյուղերի հետ կապված, մոտեցնում է քաղաքի արդեն այլ պոլիկլինիկաների ծառայություններից են օգտվում։ Ամենայն դեպս մեր հաղորդումը թող եւս մեկ միջոց հանդիսանա այս խնդիրը վեր բարձրացնելու եւ ինչու՞ չէ նաեւ լուծում գտնելու համար։ Ես միայն ուրախ կլինեմ այդ հարցում, որովհետեւ այո, սա բազմիցս չարչրկված հարց է։ Ընդհանուր առմամբ թիմային աշխատանքը ինչպես է գնահատում։ Բարձր։ Ես միշտ կարևորել եմ մեր առողջության կենտրոնի հենց թիմային աշխատանքը, նվիրվածությունը, մեկը մյուսին օգնելու հենց այդ նվիրվածությանը։ Եթե ինչ որ մեկը չի հասցնում կամ ինչ որ մի բան դե այնպես չի, որ բոլորը կարող են ասել մենք ամեն ինչ գիտենք, այդպիսի բան չկա։ Մեկը մյուսին օգնում է, մեկը մյուսին ընդառաջում է։ Եթե չգիտենք, ապա մյուսը գիտի, մյուսը օգնում է իր գիտեցածով։ Մյուսը չի իմանա, մյուսը կօգնի իր գիտեցածով։ Պետք է բժշկությունը այնպես է, որ մեկը մեկին պետք է օգնեն։ Օգնեն, լրացնեն բաց թողումները, որտեղ բժշկությունը իրավունք ունի բաց թողումներ շատ թողնելու։ Ինչքան հնարավոր է մեկը մյուսին պետք է օգնի, որպեսզի ավելի բուժումը լիարժեք ու ընթացքը եւ թե պոլիկլինիկան, թե ստացիոնար հիվանդանոցներում պետք է օգնեն, եթե չօգնեցին բժշկությունը բաց կլինի։ Դա ներքին համագործակցություն, իսկ արտաքին համագործակցության շրջանակը ինչպիսին է։ Այլ բուժ հաստատությունների հետ պայմանագրերով մեր ուղեգրումները ունենք, իհարկե բոլորի հետ մենք աշխատում ենք Էնրիկո Մատեի պոլիկլինիկայի հետ, աշխատում ենք Գյումրի բժշկական կենտրոնի հիվանդանոցի հետ եւ բավականին բարձր մեզ սպասարկում են, մենք շնորհակալ ենք երկու բուժ հաստատություններից էլ բարձր մակարդակի սպասարկում են եւ մեր հիվանդները շնորհակալ հետ են գալիս։ Կարևոր դա է։ Չեմ բողոքում, հերթագրումով է իհարկե, երբ որ օրինակ Էնրիկո Մատեի հետ է կապված լինում, որ պետք է ուղեգրենք, նախորդ զանգահարում են եւ հերթագրվում են, ըստ իրանց ժամին ու օրվան մոտենում են, տվյալ ծառայությունը մատուցվում է։ Գալիք տարում ինչ նոր սպասելիքներ, ակնկալիքներ, ծրագրերի իրականացում։ Գալիք տարում 26 թվին ավելի շատ նորից եմ կրկնում, ռենտգեն սարքի համար եմ շատ ուզում, որ կարողանանք բերել մեր առողջության կենտրոն։ Հուսով եմ պարոն Արուշանյանը մեզ կօգնի այդ հարցում, արդեն ի սկզբանե գրավոր ձևով դիմել ենք իրեն, փորձում է մեզ օգնել, հուսով եմ 26 թվականին կստացվի։ Մեր ռենտգեն սարքը շատ կարևոր է մեր առողջության կենտրոնի համար, որպեսզի ավելի մանրակրկիտ թվային ռենտգենն է, որը մանրակրկիտ հետազոտություն կունենանք, որը կտրամադրենք բնակչությանը։ Եվ քանի որ ինձ արդեն հուշում են մեր հաղորդումը մոտենում է իր ավարտին, ես կուզենամ որպես մասնագետ ձեր կոչը եւ հորդորը ուղղեք մեր հեռուստադիտողներին։ Մեր հեռուստադիտողներին շատ մեծ ցանկությամբ
կուզեմ ասած լինեմ ամենակարևորը հետևեք ձեր առողջությանը, կարևորեք ամենաառաջնայինը ձեր առողջությունն է, հետևողական եղեք ձեզ, մի թողեք, որ առողջությունը լինի ամենավերջի տեղում, որովհետև ամեն ինչ այս կյանքում բարեկեցիկ կյանք ունենալու համար բարեկեցիկ առողջություն պետք է ունենաք, որպեսզի դա մեր ոնց ասում ավելի լավ որակով կյանք ունենալու համար, չէ, եթե չունենք առողջություն, ուրեմն չունենք ոչինչ։ Աշխարհում մարդիկ ամեն ինչ կտամ, միայն առողջություն ունենամ, որովհետև էլ եմ ասում, իսկ մի քիչ մեր հայ ազգի մոտ կա մի տենդենց, որ ասում են դե կլավանամ, դե ոչինչ, դե այսպես ու խորանում է ամեն ինչ բարթանում է, արդեն թեկուզ ցանկացած այն հիվանդությունը, որը թաքնված է, որը պետք է առաջնակի հայտնաբերում արվի, եթե իրանք հետևողական լինեն, շուտ կհայտնաբերվի ամեն ինչ ու իրենց կյանքը ավելի բարեկեցիկ լինի, ոչ թե արդեն կհաստի են վերջի էտապներին, որ արդեն իրանց կյանքը լրիվ որակազրկված է լինում ու ավելի վատ կյանք է սպասվում ըստ արդեն բարդացած վիճակների։ Հուսանք մեր հեռուստադիտողները ականջալուր կլինեն, մեր բնակիչները, մեր հայ ազգը ավելի շատ կհետևի իր առողջությանը։ Ես ուզում եմ, որ իրենք մտածեն առաջինը իրենց մասին, նոր մնացած այլ հերթականությունը։ Շնորհակալ ենք շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես շնորհակալ եմ ձեզ։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Մեդինֆոյի տաղավարում հյուրընկալել էինք Ամասիայի առողջության կենտրոնի տնօրեն Աքսաննա Պողոսյանին։ Դե ինչ, եղեք առողջ, Մեդինֆոն էր եթերում։